Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, հույսով եմ, որ շատ լավ եք։ Ես շատ լավ եմ, ասեմ, որ ուզում էի այսօր որոշել էի, ճիշտն ասած, որ ոչ մի վիդեո չէի նկարահանելու, ինչի համար ոչ մի տենց դեպք չի պատահել էջի կամ ինչ-որ բանի հետ, ասեմ չէ։ Երեկ ես նշեցի, չէ, որ իմ տղան ծառայում էր Հայոց բանակում և մենք պետք է, որ վաղը առավոտյան արդեն իսկ լինեինք Արտաշատում, որպեսզի գնայինք հոկտեմբերյան, որովհետև իմ տղայի պրիսյագը պետք է լիներ։ Մի քիչ սենց անհանգիստ էի, սպասողական վիճակում էի, էլի սպասում էի տղայի զանգին, թե երբ պիտի զանգի, որ հասկանանք ամսի 7-ին ա լինելու, թե չէ։ Հետո տղա զանգահարեց, ասեց, որ հետաձգվել ա և ամսի 13-ին պետք է լինի պրիսյագը։ Ճիշտ ա, մի քիչ նեղվեցի, որովհետև շատ կարոտել եմ տղայիս, րոպե առաջ ուզում էի տեսնել տղայիս։ Հետո ինքս ինձ մտածեցի, որ ուրեմն դա տիրոջ կամքն ա, որ պետք է հետաձգվի ու այդ օրը լինի, ու ոգեշնչվեցի ու որոշեցի այսօր վիդեո նկարել ձեզ համար։ Ինչ եմ որոշել այսօր պատրաստել ձեզ համար, որոշել եմ պատրաստել կապուչինո։ Կապուչինո թխվածքը, որը ես ամենաշատն եմ սիրում։ Իմ թխվածքների ցանկից ամենաշատը սիրում եմ կապուչինոն, ասեմ, որ իմ հաճախորդներն էլ շատ են սիրում իմ պատրաստած կապուչինոն և իմ խանութում համար 1 վաճառքը թխվածքներից ունի կապուչինոն։ Յուրահատուկ թխվածք է, տարբերվում է մյուս տեսակի կապուչինոներից։ Հիմա կարող ասեք, վա, ինչ տարբերություն, բայց հեսա որ պատրաստեմ և պատրաստման ընթացքով բացատրեմ, թե ինչ եմ անում և ինչպես, դուք իրոք կհավատաք, որ այդպես է։ Լինի կրեմը, որը տարբերվում է յուրաքանչյուր կրեմից, լինի գլազուրը, որը ես ասեմ, որ գլազուրը ես երբեք չեմ եփում, չեմ լցնում, չեմ դնում ու չեմ խառնում, չեմ եփում, առանց եփելու եմ պատրաստում ու 1 րոպեում ու ստացվում է սենց փայլուն, շողշողուն համով գլազուր, հեսա ես ընթացքում բացատրելով, ցույց տալով կգամ ու դուք կտեսնեք։ Հիմա սկսեմ պատրաստել բիսկվիտը։ Ասեմ, որ բիսկվիտը ես պատրաստելու եմ 12 ձվով, կարող եք դուք ասեք, վայ, կապուչինոն այդքան շատ ձու, ես մեծ չափաբաժնով եմ պատրաստում, որովհետև իմ վառարանի սինիները ինքը մեծ չափի է, բավականին մեծ չափի է, և ես պետք է պատրաստեմ մեծ չափի։ Դուք կարող եք դա անել 6 ձվով, ձեր սովորական դուխովկաների չափով, բայց ես անելու եմ 12 ձվով, ուզում եմ ասել, որ ձուն շատ չի, էլի կապուչինոյի համար, ուղղակի իմ սինին ա մեծ և չափաբաժինն ա մեծ։ Հիմա սկսեմ պատրաստել 12 ձուն։ 12 ձուն միանգամից կոտրելու եմ լցնեմ, ավելացնեմ շաքարավազը և միացնեմ։ Ձուն վերջացրեցինք, ավելացնելու եմ շաքարավազը ես լցնում եմ բաժակու կես, այս բաժակով, բաժակու կես, նախորոք չափել եմ, այստեղ շաքարավազը ավելացնելու եմ և դնեմ հարեմ մոտավորապես 5 րոպե։ Մինչև հարվում է ձուն և շաքարավազը, ասեմ, որ ես պատրաստում եմ այդ ընթացքում ալյուրը, որպեսզի ժամանակ չկորցնեմ, ալյուրը ես օգտագործում եմ, այս նույն որով շաքարավազն ավելացրեցի, 1 բաժակ ու մի փոքր պակաս, մի այսպես փոքր պակաս ալյուր եմ ավելացնում այստեղ, որպեսզի ես պետք է ստանամ կարիճնիրի բիսկվիտ կապուչինոյի համար, ապա ալյուրին ավելացնում եմ 3-ից 4 ճաշի գթալ կակաո։ Եթե ուզում եք, որ լավ մուկ լինի, կարող եք 4 ճաշի գթալ ավելացնել, թող մուկ լինի։ Ավելացնում եմ և սկսում եմ խառնել, որպեսզի լավ խառնվի իրար հետ։ Եթե մենք ալյուրն ու կակաոն լցնենք առանձին, լավ չի լինի։ Պետք է իրար հետ լցնենք, որ միանգամից հարվի, թե չէ որ մեկ է ալյուրն ենք լցնելու, հետո էլ մի հատ է կակաոն ենք լցնելու, արդեն իսկ խմորը ռեզին կլինի։ Պետք է այդպես չանենք։
ավելացնելու եմ եւ սպասելու եմ, որ խմորը սկսի փրփռել, հետո նոր ես արդեն կասեմ ոնց եմ անում։ Նաև պատրաստում եմ սինին, նախորդ մեջը փռելու եմ յուղաթուղթ, ասեմ, որ ես յուղաթղթերի շատ եմ սիրում, որովհետև նայեք ինչ լայնության է, երկարության ամբողջ իմ սինիով մեկ, այն փոքրներից չի էլի, որ մի հատ կտրում ես չի փակում սինին, այն մյուսն էլ ես դնում, շատ լավ յուղաթղթեր են, նայեք ամբողջությամբ փակում է սինին, ես նախորդ դա պատրաստում եմ, սարքում եմ, որովհետև առանց յուղաթղթի կկպի սինիից, իսկ յուղաթղթով ինքը շատ ավելի լավ է լինում, սիրում փռում սարքում եմ բոլորը, որ ժամանակ չկորցնեմ, այսպես, արդեն բավականին սպիտակել է, ժամանակն ավելացնելու սոդան և քացախը, սոդան ավելացնելու եմ շատ քիչ, այսպես գթալի ծայրով էր քիչ լցնելու եմ, ու քացախը լցնելու եմ վրեն, ես շատ եմ սիրում սոդան ու քացախը իրար հետ, շատ լավ բիսկվիտ է ստացվում, շատ լավ, թեթև ու լավ է, լցնում եմ սոդայի վրա, որպեսզի պղպճակներ տան, սոդան ու քացախը առանձին չենք լցնում, սոդան լցնում ենք, քացախն է վրեն, որպեսզի սենց փրփռի, հետո փակում ենք ու միացնում ընդամենը շատ քիչ, այնքան որ տարածի, քացախն ու սոդան տարածեց, անջատում եմ և ավելացնում եմ արդեն ալյուրը կակաոյի հետ խառնած, ավելացնում եմ մի անգամից, ավելացրեցի, սկզբում կամանց մեկի տակ թույլ, որպեսզի հավաքի, ասեմ, որ չի սիրում խմորը, որ շատ հարվի, այդ դեպքում ինքը ռեզին կլինի ու լավ չի ստացվի, արդեն մի աստիճան ուժեղացնում եմ, մի քիչ այնքան, որ սենց մի հատ հավաքի իրան, որովհետև հետա ես այն սպիտակ հարիչով էլ եմ անելու, արդեն իսկ հերիքա, այդքան ընթացքը պետք է լինի, տեսեք, հանեցի, բերեցի, բայց ես էլ ես սպիտակ սիլիկոնի թաթիկով պետք է իրան անպայման մի հատ սենց խառնեմ, տակու գլուխ անեմ, որովհետև կակաոն ինքը մի քիչ ուշ է մերվում, էլի, սենց իրան լավ խառնեմ, որպեսզի լինի համասեր զանգված, գնդիկներ չլինի, այդի ամենա, գնդիկներ չի լինում, արդեն իսկ ժամանակն է, որպեսզի լցնենք թխվելու, ասեմ, որ ես նախորդ տակ հասնում եմ ջեռոցը, 220 աստիճանի տակ եմ թխելու, դա իմ համար նորմալ ջերմաստիճանն է, իսկ ձեր դուխովկաներով, որ դուք թխեք տան պայմաններում, կարող եք թխել 180 աստիճանով, արդեն պատրաստ է, լցնում եմ սինիի մեջ, տեսեք, թե ինչ ձևի բանա, խմոր է ստացվել, լցրեցի, վերջացրեցի և սկսում եմ սենց տարածել, տարածում եմ, արագ-արագորեն, տեսեք, թե ինչքան մեծ է սինին, ես մեծ կապուչինո եմ ստանալու, ասեմ, երբ որ ես կտրատում և դնում եմ վաճառքի, դուրս է գալիս 50 հատ կտոր, 50 կտոր կապուչինո, նորմալ չափի, այսպես տարածում եմ, աշխատում եմ կողքերը ավելի շատ լցնել, կողքերը ավելի շատ, քանց մեջ տեղը, որովհետև թխվելու ընթացքում կողքերը ինքը եթե քիչ է լինում, շատ շուտ է չորանում, իսկ եթե կողքերը ինքը ավելի շատ է լինում խմորային հատվածները, կողքերը չի չորանում և նույն փափկությունն է ստանում մեջտեղի հետ միաժամանակ։ Եմ արդեն թխվելու 15 րոպեվա ընթացքում արդեն պատրաստ կլինի բիսկվիտը։ Իսկ մինչև բիսկվիտի պատրաստ լինելը, ես ինչ եմ անելու, պատրաստելու եմ սիրոպ, շաքարավազով, ջրիկ սիրոպ։ Պատրաստելու եմ, որովհետև սիրոպով եմ ես անելու գլազուրին, որ ասեցի, որ չեմ եկում, հիմա ցույց կտամ, թե ինչ ձև եմ պատրաստելու սիրոպը և ոնց պետք է ստանամ գլազուրը։ Սկսում եմ պատրաստել սիրոպը, պետք է լինի ինքը թույլ սիրոպ, մեղրի նման պինչ չլինի գլազուրի համար,
Վերցրել եմ կես լիտր ջուր եւ ավելացնելու եմ 300 գրամ շաքարավազ ու դնեմ, որ ինքը շատ չի եռալու, այնքան որ շաքարավազը հալվի, որ չխանգարի ինձ գլազուրի համար։ Դնելու եմ, հենց տնամ արդեն եռում ա մի 2-3 րոպե, արդեն իսկ անջատելու եմ եւ սիրոպը պատրաստ է լինելու։ Ասեմ, որ սիրոպը տաք վիճակում է, որ մենք պատրաստենք գլազուր, չի խանգարում։ Այնպես որ կարող եք արագ անելու պատրաստել գլազուր, ոչ մի բան չի լինելու, բայց ես դեմ մինչև բիսկվիտը պատրաստ լինի, մինչև կրեմը պատրաստեմ, սառելու է, սառը ժամանակ էլ էլի, ոչ մի խնդիր չի առաջանում։ Հիմա թող եփվի մեր սիրոպը, հեսա արդեն ես կսկսեմ պատրաստել կրեմը, մինչև որ բիսկվիտը լինի պատրաստ։ Հիմա պատրաստում եմ կրեմը, ասեմ, որ կրեմը ես կարագը վերցնում եմ շատ քիչ, որովհետև կարագի համը չեմ սիրում, որ գալիս է կրեմից ու sense մի տեսակ կպնում է բերանից հետ, որ sense կարագի համը զգաս, դրա համար ես կրեմներին կարագը օգտագործում եմ շատ քիչ, այստեղ վերցրել եմ մոտավորապես 150-ից 170 գրամ կարագ եւ սկսելու եմ հարել։ Հարում եմ ձեռքի միքսերով, այնքան որ տեսնում եմ արդեն որ ինքը թուլացել է, շատ չեմ հարելու, շատ քիչ, այսպես որ տեսնեմ, որ շատ մի աննշան թուլացել է եւ անջատում եմ եւ ինչ եմ սկսում ավելացնել, ավելացնում եմ եփած խտասրած կաթ, օգտագործում եմ այսպիսի եփած խտասրած կաթ, այս պահին լցնելու եմ այս մի տուփի կեսը, այնքան պինդ է ինքը, շատ լավ խտասրած կաթ է, շատ հաջող։ Հետո ես ընթացքում փորձում եմ, եթե նկատում եմ, որ համը ինչ-որ մի տեսակեն չի, էլի ավելացնում եմ խտասրած կաթ, բայց ինձ թվում է, որ այս պահին սա հերիք է լինելու։ Ավելացնում եմ ռաստվարիմի կոֆե, այսպիսի, ես են կիլոգրամներով բանկով որ կա, դրանից եմ վերցրել, իսկ եթե հանկարծ այդքան չառն եք անիմաստ տեղը, կարակ են փոքր տուփերով որ ծախում են ռաստվարիմի կոֆե, այդ մի տուփ ավելացնեք։ Ես ավելացնում եմ մի ճաշի գթալ ռաստվարիմի կոֆե։ Ավելացնում եմ նաև կակաո, գույնի համար է, էլի շատ է, ինչքան ասենք, թե շատ ավելացնեք, բան չի լինի, գույնը ավելի լավ կլինի, 3 այսքան ավելացնեմ, գալիս է 4 ճաշի գթալ կակաո, մի քիչ կայնա, ահա, կայնյակը ինքը լավ համ է տալի կրեմին, էլի սենց համայինը շատ լավն է լինում, այս բոլորը ավելացրեցինք եւ ավելացնում եմ, որպեսզի շատ պինդ չլինի, խտացած կաթը ինքը պինդ է, որ նոր սիրոպ պատրաստեցի, դրանից եմ ավելացնում մի քիչ։ Ու այսա սկսում եմ հարել։ Տեսեք, թե ինչ լավ կրեմ է ստացել, ոչ շաղվել է, ոչ որևիցե մի բան, շատ լավ փայլուն, նորմալ չափի, շատ լավ կրեմ է ստացել, համայնի մասին է խոսք չկա։ Պատրաստվել արդեն բիսկվիտը, տեսեք ինչպես կունի, հիմա առանձնացնում եմ, այսպես անում եմ, որ ապահովության համար էլի տակը յուղաթուղթ եմ փռել, բայց ապահովության համար մի սենց սովորություն է, ես դանակով այսպես անում եմ, որպեսզի ոչ մի խնդիր չառաջանա հանելուց, 4 կողմերը դանակով փռում եմ, հետո որ կողմը սենց մի պուճուր թուղթ եմ ես թողնում, որ կարողանամ իրան բռնել, բարձրացնել վերև, քաշում եմ, բարձրացնում և մեջից հանում եմ, քանի որ տակը յուղաթուղթ կա, շրջում եմ, հանում եմ յուղաթուղթը, և մոտավորապես բաժանելու եմ երկու հավասար մասերի, ես այսպես նայում եմ, աշկաչափով սենց նայում եմ այս կողմ, նայում եմ այն կողմ ու մի անգամից կտրում եմ,
Էլ չեմ չափում կանոնով, չեմ գծում, որովհետև հաստատ աշկաչափը շատ լավն է լինում, նայեք, որ դա իրոք այդպես է, ընտրում եմ այնպես, որ հավասար լինի, տեղափոխում եմ, որ կոմը բարձր ցածր, որ լինի, նայեք ինչ լավ խմոր ենք ստացել, նայեք ինչ լավ բիսկվիտ է, ինքը փափուկ, շատ լավ բիսկվիտ է, ծակ-ծակ մեջերը, հեսա կսկսեմ արդեն կրեմա պատել, կրեմը արդեն իսկ պատրաստել էի, դուք տեսաք, թե ինչպես եմ պատրաստել, հիմա ցույց տամ, թե ես ինչպես եմ հավաքում, սկսում եմ հավաքել, նախ վերցնում եմ տախտակը համապատասխանարած և լիստը շուռ եմ տալիս, այսպես հակառակ ուղղությամբ, տեսեք ինչ լավն է, ինչ փափլիկ, շատ լավ բիսկվիտ է, ինչ եմ անում ես նախորոք արդեն իսկ լիստը թրջում եմ սպիտակ խտասած կաթը ջրով սենց բացած կաթա նման զանգված եմ ստանում ու թրջում եմ սենց շերտը շատ քիչ շատ լավ համ է տալի բիսկվիտին խտասած կաթով երբ որ դուք այսպես թրջում եք աշխատեք շատը կողքերը թրջել որտեղ կողքերն է հիմնականում կարող է մի պուճուր մնա հետո չորանա այս պահին ինքը շատ փափուկ վիճակում է թրջում եմ եւ սկսում եմ կրեմը կլցնել Կրեմը տեսեք ինչքան լավ կրեմ եմ ստացել, մի օր կրեմը պատրաստում էի, աղջիկս այստեղ էր, մեկ էլ համը տեսավ, սենց արեց, վայ մամա ջան, ես նուտելա է սկսում, ասում չէ աղջիկ ջան, կրեմը, վայ ասում սենց համով կրեմ չեմ կերել ու իրոք ոնց որ նուտելա լինի, ինքը նուտելա շատ լավ կրեմ է, նայեք ոչ շաղվածա, ոչ մի բան, Շատ լավ, ես ես տարածում եմ կրեմը սիրում եմ կսել առատորեն, չեմ սիրում երբ որ սենց այնքան որ կրեմը կսում են շերտերին չէ, պետք է լինի առատ, ես շատ առատ եմ սիրում, որպեսզի քաշի խմորի մեջ էլ, մի քիչ է մնա մեջը, ամեն ինչ ունի իրա նրբությունները տարածում եմ այսպես, նայեք, որ իրոք ոնց որ նուտելա կսում, այսպես, տարածում եմ, և ուզում եմ դնել արդեն երկրորդ շերտը տեսնում եմ, որ այնպես դնեմ, որ հակառակ ուղղություններով լինի, այսինքն, այս մի կողմը գալու անգնի մյուս կողմը, որպեսզի հավասար լինի, այդ դեպքում ես ինչ եմ անում, շրջում եմ և տեղափոխում եմ այսպես, որպեսզի հավասար լինի, տեսեք ինչ հարթ եղավ, հավասար, սիրուն այսպես դնում եմ և կսում եմ երկրորդ շերտը, նորից թրջում եմ, տեսեք անմիջապես քաշումը, անմիջապես ու շատ լավ համատալի անպայման այսպես կփորձեք, սիրով, բան, ոչ մի բանով չթրջեք, խտասրած կաթով, ավելացնում եմ, կսում եմ վերջի շերտը, ասեմ, որ վերջի շերտը մի քիչ եմ անում, որովհետև հեսա ավելացնելու եմ գլազուրը, Վերջի շերտը մի պուճուր սովորականի չափով քիչ եմ անում, որ գլազուրը լցնեմ շատ չլինի էլի, հեսա գլազուրի պատրաստման ձևն էլ կանեմ, նախորոք չեմ պատրաստել, որ կարենամ այս պահին ամենայն մանրամասնորեն ձեզ ներկայացնել, թե ոնց եմ պատրաստում, Ընդհանրապես ես նախորոք պատրաստում եմ, բայց որ պետք է ձեզ ցույց տայի, թե ինչպես եմ պատրաստելու, որոշեցի պատրաստել ձեր հետ միասին։ Ասացեմ ու մոտենամ պատրաստելուն։ Պատրաստում եմ գլազուրը։ Ուրեմն վերցնում եմ նախորոք կեպված սիրոպը։ Ես ընդհանրապես աշկաչափով եմ անում, որովհետև ընթացքում հասկանում եմ ինքը ջրի կա, պինդ է, ինչա որ տենամ ինչ եմ անում։ Եթե պատրաստում եք, տեսնում եք, որ պինդ է, ավելացնում ենք սիրոպ։ Իսկ եթե տեսնում ենք, որ ջրի կա, ավելացնում ենք կակաո։ Վերցրել եմ սիրոպը։ Սիրոպին ավելացնում եմ կակաո։
3 գտալ, գցենք 3 գտալով փորձեմ եւ 50 գրամ ձեթ։ Ու միքսերով խփում ենք։ Տեսեք աղթույլ է ինքը, այսինքն 3 ճաշի գտալը քիչ է, թույլ է, անջատում ենք և ավելացնում եմ էլի կակաո, որովհետև ինքը թույլ է։ Նորից հարում եմ։ Արդեն իսկ նորմալ է։ Ահա վերջ, պատրաստ է մեր գլազուրը, հեշտ, արագ և կայծակնային։ Հիմա ասեմ, թե ոնց եմ հանում։ Նայեք։ Ստացել եմ այսպիսի լավ գլազուր։ Պատրաստել եմ ընդամենը 1 րոպեում շատ կայծակնային արագությամբ։ Տեսեք, թե ինչ լավ գլազուր եմ ստացել։ Տարածում եմ։ Շատ լավն ենք, երբեք չի չորանում, երբեք փայլը չի կորցնում, ինքը արագ, այսինքն դնելու եք ժամով սպասենք եպ է փավ, հովանա, լցնենք, ջրիկ ստացվավ, եսին ոնց է լավ չէ, սա շատ լավ տարբերակ է, ես միշտ սա եմ փորձում, և ով էլ որ գնում է իմ խանութից տորթերը, ասում է, վայ, էդ ինչ համով գլազուր է, ոնց եք պատրաստում, ու չեմ պատկերացնում, որ ես չեմ եփում։ Նայեք ինչքան սիրուն է փայլում, տեսքը ինչքան սիրուն է։ Սա էլի ասեմ, որ գաղտնիք է, գլազուրը այսպես ստանալը, բայց ես մեծ սիրով, ձեզ ասում եմ, մեծ սիրով, առանց վախենալու, որ վայ, կանեն, հանկարծ ինչ-որ մի բան թող անեն, թող բոլորն էլ անեն, օգտվեն, թող բոլորի մոտ էլ շատ լավ ստացվի։ Ես միայն ուրախ կլինեմ։ Տեսակ ինչպիսի փայլուն, շատ սիրուն գլազուր ստացանք։ Ու չի գալիս թափվում ներքև, չի այսպես, ոնց կտրեցիք տորթը, տորթի վրա էլ այս ինքը շատ սիրուն ձևով մնում է, այս պահին չեմ կարող կտրել, որովհետև կրեմը նոր եմ քսել, պետք է հանգստանա, չեմ կարող կիսվել արդյունքով կկիսվեմ վաղը առավոտյան, երբ որ արդեն փափկած կլինի, հանգստացած, ես կկարողանամ կտրել, այդ ժամանակ էլ ես ձեզ ցույց կտամ, թե ինչ հիանալի տեսք ունի մեր կապուչինոն։ Հույսով եմ դուր եկավ, օգտակար բաներ ասեցի ձեզ, իմ համար օրինակ այս տորթը համար 1 տեղում է, շատ եմ սիրում, շատ հավանում եմ, այս տորթից են կողմ, մնացած տորթերը իմ համար երկրորդական են, չնայած ճաշակին ընկեր չկա, բայց ձեզ խորհուրդ կտամ, որ մի հատ թեկուզ 6 ձևով փորձեք նույն այն ձևով, ոնց որ ես եմ պատրաստում և արդյունքները ինձ ասեք։ Ձեր հետ գոհարներ, անցկացրեցի շատ հաճելի ժամանակ, կհանդիպենք վաղը, բարի գիշեր ձեզ։